Այսօր մենք անդրադառնանք նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերից բայի 5 եղանակներին։ Բայն ունի 5 եղանակ. սահմանական, ըղձական, ենթադրական կամ պայմանական, հարկադրական և հրամայական։ Ինչու ասացի ենթադրական կամ պայմանական, քանի որ այդ եղանակը ունի երկու անուն, և ենթադրական կարող ենք դրան ասել, և պայմանական։ Սահմանական եղանակը ցույց է տալիս ստույգ կերպով կատարված, կատարվող և կատարելի գործողություն կամ եղելություն։ Սահմանական եղանակը ունի 3 ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի, ընդ որում հիշում ենք, որ բայի եղանակներից միակն է, որ ունի ներկա ժամանակ։ Հայերենի միակ ներկան անկատար ներկան է։ Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, որոնցից 6-ը բաղադրյալ ժամանակաձևեր են, այսինքն կազմում են ձևաբայ և օժանդակ բայ կառույցով, և միայն մեկը պարզ ժամանակաձև է, որը կազմվում է վերջավորությունների միջոցով։ Այս ժամանակաձևերից մեկը ներկա է, 5-ը անցյալ և միայն մեկը ապառնի։ Սահմանական եղանակի 7 ժամանակաձևերն են. անկատար ներկա, անկատար անցյալ, վաղակատար ներկա, վաղակատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ և անցյալ կատարյալ։ Ինչպես նախորդ հատվածում արդեն նշել եմ, միակ ներկան անկատար ներկան է, որը կազմում է անկատար ձևաբայ և օժանդակ բայ կառույցով։ Գրում եմ, գրում ես, գրում է, գրում ենք, գրում եք, գրում են։ Կարդում եմ, կարդում ես, կարդում է, կարդում ենք, կարդում եք, կարդում են։ Անկատար անցյալ, սա անցյալ ժամանակ է։ Գրում էի, գրում էիր, գրում էր, գրում էինք, գրում էիք, գրում էին։ Կարդում էի, կարդում էիր, կարդում էր, կարդում էինք, կարդում էիք, կարդում էիք։ Ինչ է նշանակում։ Այսինքն այս դեպքում անկատար ձևաբայ և օժանդակ բայի անցյալ ժամանակ ենք կցում, դառնում է անկատար անցյալ ժամանակաձևը։ Հաջորդը վաղակատար ներկան, կրկին անցյալ ժամանակ է։ Գրել եմ, գրել ես, գրել է, գրել ենք, գրել եք, գրել են։ Կարդացել եմ, կարդացել ես, կարդացել է, կարդացել ենք, կարդացել եք, կարդացել են։ Այս դեպքում հաշվի ենք առնում մի կարևոր բան։ Վաղակատար ձևաբայի վերջավորություններն էին էլ և ալեծորության բայերի դեպքում անցյալի հիմք ացել, ացել։ Դրա համար կարդացել եմ, ոչ թե կարդալ եմ, կարդալ բայը կլինի արդեն անորոշ դերբայը։ Իսկ մենք գիտենք, որ անկախ դերբայներով, այսինքն անորոշով, ենթակայականով, հարակատարով և հմակատարով չենք կարող կերտել որևէ ժամանակաձև։ Վաղակատար անցյալ։ Այս դեպքում վաղակատար ձևաբայ և օժանդակ բայի անցյալ։ Գրել էի, գրել էիր, գրել էր, գրել էինք, գրել էիք, գրել էին, կարդացել էի, կարդացել էիր, կարդացել էր, կարդացել էինք, կարդացել էիք, կարդացել էին։ Ապակատար ներկա կազմում է ապակատար ձևաբայ և օժանդակ բայի ներկա կառույցով։ Գրելու եմ, գրելու ես, գրելու է, գրելու ենք, գրելու եք, գրելու են։ Կարդալու եմ, կարդալու ես, կարդալու է, կարդալու ենք, կարդալու եք, կարդալու են։ Ապակատար անցյալը կազմի նույն ձևաբայով, այսինքն ապակատար ձևաբայ և օժանդակ բայի անցյալ ժամանակով։ Գրելու էի, գրելու էիր, գրելու էր, գրելու էինք, գրելու էիք, գրելու էին։ Կարդալու էի, կարդալու էիր, կարդալու էր, կարդալու էինք, կարդալու էիք, կարդալու էին։ Եվ մնում է միայն անցյալ կատարյալը։ Անցյալ կատարյալին կա հետաքրքիր կազմություն։ Անցյալ կատարյալը վերջավորությունների միջոցով է կազմում, այստեղ չկան օժանդակ բայեր, չկա ձևաբայ։ Եվ այն միակ պարզ ժամանակաձևն է սահմանական եղանակի մեջ։ Ունի վերջավորությունների միջոցով կազմելու 3 եղանակ։ Ունի վերջավորությունների միջոցով կազմելու 3 եղանակ։ Առաջինը ի, իր, զրո վերջավորություն, ինք, իք, ին, այսինքն եզակի և հոգնակի թվում։ Ենթադրենք գրեցի, գրեցիր, գրեց, զրոյական վերջավորություն է նայի դեպքում, գրեցինք, գրեցիք, գրեցին։ Նույնը կարող ենք ասել նաև կրավորական սեռի բայերի դեպքում գրվեցի, գրվեցիր, գրվեց, գրվեցինք, գրվեցիք, գրվեց։ Նույնը բազմապատկական բայերի դեպքում, օրինակ գրոտեցի, գրոտեցիր, գրոտեց, գրոտեցինք, գրոտեցիք, գրոտեցին։ Եվ նմանատիպ այլ կառույցները։ Ա, ար, ավ, անք, ակ, ան։ Այս վերջավորությամբ կազմվում են ան, են,
ն, չ սոսկածանց ունեցող բայերը, բայց ան, են սոսկածանց ունեցող բայրի ան, են հիմքով դառնում են ած, էց եւ վերջավորություն ենք ավարտում, այսինքն անցյալի հիմք։ Օրինակ մոտենալ բայը վերցնենք։ Մոտեցա, մոտեցար, մոտեցավ, մոտեցանք, մոտեցակ, մոտեցան։ Հեռացա, հեռացար, հեռացավ, հեռացանք, հեռացակ, հեռացան։ Իսկ արդեն չ սոսկածանց ունեցող բայերի դեպքում արմատական հիմք է։ Օրինակ թռչել, թիր, այսպես են կազմում, այսինքն լինում է թռա, թռար, թռավ, թռանք, թռակ, թռավ։ Մտնել բայի դեպքում մուտն է։ Այս դեպքում ասում ենք մտա, մտար, մտավ, մտանք, մտակ, մտան, այսինքն ն ընկնում է։ Սովորաբար անցյալի հիմքում ն չ սոսկածանցները ընկնում են։ Եվ մեր ասած մյուս վերջավորությունները ի, իր, էց, ինք, իք, ին, այսինքն տարբերությունը միայն այն է, որ էց կա, սրանք պատճառական բայերի համար են։ Օրինակ, մոտեցնել կլինի մոտեցրի, մոտեցրիր, մոտեցրեց, մոտեցրինք, մոտեցրիք, մոտեցրին, այստեղ էլ նն ժ հիմք է դառնում։ Իդեպ, մի կարևոր միտք պիտի հայտնենք, մոտեցրեցի տարբերակը սխալ է, երկրորդ էց ավելացնելու կարիք չկա, այսինքն մոտեցնել, մոտեցրի, հեռացնել, հեռացրի, չենք ասի հեռացրեցի կամ մոտեցրեցի, դրանք սխալ կառույցներ են։